Լավ եք։ Լավ ոնց է, պարոն վարչապետ, մի խնդրանք ունեմ։ Համեցեք եղբայր։ Եթե կարելի է մեր շենքը այս կողմնա, Ահա։ քանդվում ալտենա։ Տեսա գալիս ենք։ Տեսա գալիս ենք, մի հատ նվիրենք։ Հանրակացարանը։ Ինչ հանրակացարան կա այստեղ։ Մարտիրոսյանի հետևն Դե այս հենց ուղիղ գնալու ենք։ Այդ հենց ու հետո ձախով։ Կնոջ ասած մետրոյի վագոնում նիկիների նստած ինքն էր հանրակացարանում եւ բողոքում էր որ քանդվում է ոչ խոնավ։ Ուրա Գաբրիելյանը ուրա։ Իրոք նոր Վարչական ղեկավարը։ Վարչական ինչ հանրակացարան կա այստեղ։ Մետրոյի վագոնում հանդիպեցին մի կնոջ ինքն էր ասում։ Այս վային կոմատիկ կողին է։ Դա բան է, սեփական է, սեփականացրած է։ Առաջ, Այդ սեփականացրած է։ Այ ինչ եք ուզում որ անենք։ Գիտեի որ կառավարություն ծրագիր կար, Կառավարությունը հիմա գիտեք ինչ։ հանրակացարանները հնարավորինս Չէ, բայց հանրակացարան եղել է, հիմա դա ձեր սեփականությունն է, ճիշտ է։ Ու վթարային է։ Հիմա մենք ինչ ենք ուզում անենք։ Հետևյալ ծրագիրն ենք ուզում անենք։ Դուք գիտեք որ եկամտահարկի վերադարձի բանը Երևանը ավարտվել է։ Հիմա մենք մի հատ ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի ծրագիրը աշխատի միայն այն դեպքերում, երբ որ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, իրանց շենքի տակի տարածքը ձեռք է բերում, այդտեղ կառուցում է նոր շենք, ձեզ տալիս է նոր տուն եւ ավել հարկերի եւ այլնի արդյունքում իր ներդրումները հետաբերում, այդ պարագայում եկամտային հարկի վերադարձը Երևանի համար կբացենք։ Հիմա այդ մեխանիզմով մեր հաշվարկով առնվազն մի մեծ մասի վթարային հարցերի շենքերի հարցը Երևանում լուծվելու է։ Բայց դա կլինի մի քիչ որ շատ անկեղծ ասեմ, էլի։ Մի քիչ մենք ձգում ենք, որ հիմա անշարժ գույքի շուկան Երևանում ահագին հագեցած է, այդ շենքերը մի քիչ առևտուրը գնա, մի քիչ շուկայում նաև դեֆիցիտ առաջանա, պահանջարկը մեծանա, որ բացենք միանգամից գան այդ հարցերը լուծել։ Հիմա որ գանք, կգանք իհարկե, բայց մեր տեսնելուց բան չի փոխվի։ Բան կփոխվի այս մեր որոշումից։ Ինձ որ մեր շենքում էլ սպասում են ձեր գալու։ Հա չէ, կգանք, նկատի ունեմ, էսա մեր պատկերացում։ Բայց պատկերացրեք ինչ եմ ասում։ Հասկացա ու տրամաբանություն տենում եք մի խնդիր էլ կա, այդտեղ հիմնականում ապրում են միայնակ գնանի, որ Ինչ տարբերություն։ Չէ, որ նայեք, եթե շենքը վեկալ են, օրինակ փոքր է դե բոլոր տները 25 քառակուսի 20 քառակուսի։ Հա 25 կվերցնեն 50 կտան, ինչ խնդիր է։ Հա, եթե բայց օրինակ եկել են մի անգամ կառուցապատողից, ասում են եթե ձերը 20 քառակուսի է, դու բնակարանը որ պետքա տանք տեղում սարքենք ամենափոքրը 48 քառակուսի է, կանենք 20-ը, կմնա 28 քառակուսի։ Այդ դրա համար մենք կառավարության դրա համար մենք օրենքով եւ կառավարության որոշումներով մենք այնպես կկարգավորենք, որ չի կարա ասի, բայց 16-ա քոնը 16 էլ վերադարձնելու։ Բա մարդը այդքան դուրս է գալիս, պետք է իր վիճակն է բարելավի, չէ։ Հա, օրինակ Արցախի փողոցի վրա հանրակացարանները որ տվեցին, դա ավելի փոքր էր։ Դա համարժեքից ավել է, հա, դա ավելի փոքր էր։ Չէ, տեն չի լինի, բա կահավորված էր։ կներեք, բա մարդու վիճակը պետք է լավանա, պետք է իրան շահագրգռեն, որ մարդը կարա ասի դուրս չեմ գալիս, ինչ ուզում ես արա։ Դրա համար պետք է շահագրգռություն ստեղծեն եւ երաշխիք էլ լինի, ընթացիկ ժամանակավոր կացարան է պետք է տրամադրի։ Այդ կացարանը բավարար հարմարավետ պետք է լինի, որ այդ նույն տատիկները իրանք ասեն ոնց որ հարմար է, գնանք ընդ ապրենք, էս էլ կլինի։ Բայց եթե միայնակ են հետագա, ասենք բարեկամ բան չունեն, հետագա ժառանգության բան հետ կապված խնդիրներ առաջանում են, ասենք աղջիկ տղա, ամուսնացել են, ովքեր առանձին են ապրում կամ շատ ավելի լավ, այսինքն իրանց գույքային վիճակը նրանով կբարելավի։ Անչափ շնորհակալ եմ։ Հայ